Ազգային ժողովի պատգամավոր Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի գույքերի ու դրամական միջոցների վրա կալանք է դրված։ Գլխավոր դատախազությունը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով պահանջում է Տարոն Մարգարյանից ու նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել ավելի քան 2 միլիարդ դրամի գույքեր ու դրամական միջոցներ։ Հիշեցնենք նաև, որ դատախազը 2025-ի սեպտեմբերի 8-ին դատարան է հանձնել Տարոն Մարգարյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը։ Նոյեմբերի 23-ին Փաշինյանը Արարատի մարզի Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում կմասնակցի Տեր Երվանդ Քահանա Բաբայանի ձեռամբ մատուցվող Սուրբ եւ անմահ պատարագի։ Վարչապետը Facebook-ի ուղիղ եթերում է իրազեկել այս մասին։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալին։ Հանդիպանը անդրադարձ է կատարվել նաև հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին։ Այդ համատեքստում Բայրամովը ընդգծել է Ադրբեջանի շահագրգռվածությունը Թրամփի միջազգային խաղաղության եւ բարգավաճման համար ուղու աշխատանքների իրականացման արագացման հարցում, որը Միացյալ Նահանգները մտադիր է իրականացնել։ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով Թբիլիսիում է։ Հայաստանի նախագահին օդանավակայանում դիմավորել են Վրաստանի արտաքին գործերի նախարարը, Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը, պաշտոնատար այլ անձինք։ Նախագահի նստավայրում նախագահների առանձնազրույցին հաջորդած հայկական եւ վրացական պատվիրակությունների ընդլայնված կազմերով հանդիպումից հետո Հայաստանի եւ Վրաստանի նախագահները հանդես են եկել հայտարարություններով։ Հայաստանի համար գերակայություն է տարածաշրջանում խաղաղության եւ փոխկապակցվածության ինստիտուցիոնալացումը, հիմնված ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության հիմնարար սկզբունքների վրա։ Հայաստանի նախագահն է ընդգծել.